Պարզ բաղադրիչներ, բայց անչափ համեղ արդյունք։ Տտմիկը այս տարբերակով անհնար է չսիրել։ Առաջին հերթին մաքրում ենք տտմիկը, կտրատում, պատում ենք աղով, թողնում ենք մի որոշ ժամանակ, որպեսզի ջուրը դուրս գա։ Այնուհետև կտորները տապակում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Մինչ տտմիկը կպատրաստվի, այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը։ Կտրատում ենք սալմիթը, սխտորը և անկույզը, վերցնում ենք երկու ափսե, մեկ ափսեի մեջ լցնում ենք առանձին սխտորը և սալմիթը, իսկ մյուս ափսեն թողնում ենք, քանի որ ավելացնելու ենք թթվասեր։ Նաև պատրաստում ենք տտմիկը, վերջում ավելացնում ենք կանաչին և մեր պատրաստվող սոուսը։ Մեկ անգամ պատրաստելուց հետո կհամոզվեք, թե որքան համեղ է ստացվում այս տարբերակով։